Բարև Գորիս ջան։ Մի հատ մարդ կար, որ սկսեց ապրեք, որ սկսեց պրոցեսներ, որը մեր համար տարօրինակ սկսեց թվալ։ Առաջինը անցած տարվա ցեղասպանության օրերի ժամանակ մենք սկսեցինք լսել, որ այս մարդը խոսք է տվել մեր հարևան երկրին, որ ցեղասպանության թեման ուզում է մոռանա։ Մի քիչ կասկածով վերաբերվեցինք, բայց լսեցինք։ Եկավ մյուս լուրը։ Հայոց Հայրապետի մեր կաթողիկոսի դեմ սկսեց խոսույթ, որը մենք փողոցում իրար հետ տենց չենք խոսում։ Ու եկեղեցու դեմ, եկեղեցուն տարբեր անուններ դրեց, որը չեմ ուզում կրկնեմ։ Մեր եկեղեցին է, պատկերացնում եք մուսուլմանները իրանց մզկիթին տենց անուն դնեն, քանի վարկյան հետո կսրբեն իրանց ընտեից։ Կարապետյան այս պրոցեսի մեջ Ժորժ ջան, եթե ուրիշ քաղաքական գործիչ լիներ Հայաստանում ուժեղ, կարող է կյանքում չմտներել։ Բայց ինքն է մտել, որովհետև չի հավանել մինչև հիմա եղած քաղաքական գործիչների ոչ մեկի ծրագիրը, ոչ նախկինների, ոչ ներկաների։ Շատերին ներկաները իրանց թուլությունը ցույց տալու համար, պահելու համար ասում են, որ Կարապետյանը եկել է, աշխարհի ամենահարուստ մարդը եկել է Հայաստան, հայը կներեք, եկել է Հայաստան, 8 ամիս KGB-ի 8 քառակուսի մետրանոց մեկուսարանում նստել է պրինցիպիալ, վերջում ընտրությունը հաղթելու է ու ձայները տա ուրիշին, լսել եք տենց բան։ Ժողովուրդ, Սամվել Կարապետյանը այս ամբողջ պրոցեսի մեջ ոնց որ պրինցիպիալ մտել է, տենց է մինչև վերջ գնալու է ու ինքն է լինելու մեր երկրի մյուս առաջնորդը, եթե մենք բոլորս ուզենք։ Պետք է երկրում իրավիճակ փոխենք։ Աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա, այս այն դարն է չի, որ կարողանա ինչ-որ ձև սենց գան ասեն էսի արևմտյան Ադրբեջանա վсё։ Այս է դարը չի։ Աշխարհում գերտերություններ կան, տերություններ կան մեր տարածաշրջանում։ Ուրիշ երկրներ, բոլոր երկրները տարածաշրջանում ձեռ է տալի Հայաստանի լինելը։ Պետք է փոփոխություն լինի երկրում, ու այդ փոփոխությունը միակըստ բոլոր հարցումների, ըստ մարդկանց կանխատեսումների պետք է լինի ոչ նախկին, ոչ ներկա, այլ ապագա։ Ապագա։ Գիտեմ, ձեզ լավ ճանաչում եմ, գիտեմ շատ քաղցր խոսքեր չեք սիրում, դրա համար ուզում եմ ասեմ, որ ինչ խոսք ենք տալիս, այն ինչ որ պատմում ենք, դա մեր տեսլականն է։ Այն ինչին, որ մենք հավատում ենք, անելու ենք էդի, որովհետև մեր խոսքը գետին գցելու դեռ փորձ չենք ունեցել։ Ինչ ասել ենք, ժամանակին արել ենք։ Ու այդ ամեն ինչը արել ենք մեր գրպանից, մեր հնարավորությունից։ Հիմա էլ ստիպված մտել ենք մի պրոցեսի մեջ, որ անենք ուրիշ գործեր։ Մեծ գործեր, հայրենանվեր գործեր, բայց դժվար, որը մենակ չեն կարող անենք։ Ու ինչպես Սամվել Կարապետյանը 3 օր առաջ իր տան բակում ասեք, Իրան մենակ չթողեք ժողովուրդ, իրար հետ։